Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, այսօր Փաստինֆոյի հյուրը Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Ղազարյան, Հայաստանի Հանրապետությունը ինչ հեռանկարներով է մուտք գործում 2026 թվական։ Այն, որ մուտք է գործում 2026 թվական, դա արդեն մեծ հաջողություն է Հայաստանի Հանրապետության համար, բայց դուրս կգա 2026 թվականին, թե չէ, դա խիստ կասկածելի է, որովհետև այն զարգացումները, որոնք ընթանում են, աստիճանաբար հանգեցնում են մեր պետականության կորստին, առայժմ ինքնիշխանության կորստին, սահմանափակումներին, տարածքային կորուստներին, որոնք մենք այս ամբողջ ժամանակաշրջանում ունեցել ենք, եւ հիմա արդեն փաստացի վտանգված է ամբողջական պետության գոյությունը։ Եվ այն մարտահրավերները, որոնք որ մեզ սպասվում են, դրանք կարող են իսկապես հանգեցնել պետության վերջնական կործանման, ինչպես որ դա եղել է Արցախի պարագայում, այսինքն այն անհանգստությունը, որ ես ունեմ, դա վերացածին, այտենց մտածածին, ինչ-որ տիեզերական հարթությունում չի։ Մենք մի սերունդ ենք, որ ընդամենը մի քանի տարի առաջ մեր աչքով տեսել ենք, թե ոնց է ամբողջությամբ կործանվում մի տարիների ընթացքում ստեղծված պետականություն եւ այդ պետականությունը վերացնելուց հետո նրա քաղաքացիները ենթարկվում են ցեղասպանության եւ բռնի տեղահանության։ Ընդ որում դա տեղի է ունեցել մի մարդու պաշտոնավարման շրջանում Նիկոլ Փաշինյանի, որը հիմա շարունակում է պաշտոնավարել։ Ընդ որում ինքը այդ պետականության վերաբերյալ ոչ թե ունեցել այն պատկերացումներ, ինչ որ հիմիկվա իրականությունն է, այլ սկզբունքորեն այլ։ Այսինքն 18 թվին ինքը ասում էր, որ երբ որ ինքը գա իշխանության, դա նոր հնարավորություն է Արցախի դե ֆակտո անկախությունը դե յուրե անկախության վերածելու համար, Արցախի զարգացման, բարգավաճման, խաղաղության հաստատման համար։ Էդ է խոստացել, հետևանք եղել է Արցախի կորուստը։ Հիմա էլ նույն ոգևորությամբ, նույն տրամաբանությամբ խոսում է Հայաստանի ապագայի, Հայաստանի հաջողության, Հայաստանի ինքնիշխանության համար, բայց քանի որ ինքն է ղեկավարում այդ երկիրը, շատ մեծ է հավանականությունը, որ նույն կերպ այս պետությունը կվերանա եւ դա ոչ թե միայն կանխատեսում, այլև իրական գործողություններ։ Նայեք 20 թվականի պատերազմից հետո, երբ որ կապիտուլյացիան ստորագրվեց նոյեմբերի 9-ի, մենք այն ժամանակվա այս օրերին, տարվա սկզբին ափսոսանքով խոսում ենք այն մարդկային մեծ կորուստների, տարածքային կորուստների, պատմությունից ենք պատերազմում։ Մտածելով, որ 21 թվականին իրար մաղթանքներ էինք անում, ասում ենք դե 21 թվականին միգուցե ուժ կգտնենք, ոտքի կկանգնենք։ 21 թվականի մայիսին Ադրբեջանը հարձակվեց Շորժայի ուղղությամբ, հարձակվեց Սև լճի ուղղությամբ, տարածքներ զավթեցին, Գորիս Կապան ավտոճանապարհին տիրացան, այսինքն ունեցանք միայն կորուստներ։ Հետո 22 թվականի հունվարին ասում ենք դե միգուցե 22 թիվը ավելի լավ կլինի, գործընթաց կլինի, խաղաղություն կհաստատվի։ 22 թվականին սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվեց Ջերմուկի վրա, Վարդենիսի վրա, Սյունիքի մարզի մի շարք տարածքներ զավթեցին, մարդկային կորուստներ եղավ։ Մտանք 23 թվական, ասենք 23 թվականին ինչ կլինի, 23 թվականի որ մտել ենք արդեն Արցախը դեկտեմբերից նախորդ շրջափակման մեջ էր, ամբողջ 23 թվական Արցախը մնաց շրջափակման մեջ, ադրբեջանցիները ապրիլին դրեցին Հակարի կամրջում իրենց անցակետը, սեպտեմբերին գրոհեցին Արցախահայությանը, ցեղասպանեցին, բռնի տեղանեցին, Արցախը ամբողջությամբ կոր։ Մտանք 24 թիվ, ասենք դե որ Արցախը կորցրեցինք, այդ էր կոնֆլիկտի հիմնական առարկան, եթե դա վերացել են արդեն միգուցե այդ ժամանակ խաղաղություն կհաստատվի։ Պարզվեց, որ 24 թվականի հունվարից Նիկոլ Փաշինյանը սկսեց Տավուշը Ադրբեջանին հանձնելու գործընթացը եւ 4 գյուղեր հարակից տարածքներով հանձնեց Ադրբեջանին։ Մտանք 25 թվական, ասենք դե լավ, դա Ադրբեջանը իրեն էր համարում Նիկոլ Փաշինյանը իրենց համար, երևի 25 թվականին արդեն խաղաղություն կհաստատվի, պարզվեց, որ չէ, 25 թվականն էլ մեղրու հերթն է։ Եվ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեց մի փաստաթուղթ, որով մեղրին հանձնեց Ադրբեջանին եւ նաեւ լուծարեց Մինսկի խումբը, որը կոնֆլիկտների հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման միակ միջազգային ձևաչափ։ Հիմա մտնել ենք 26 թիվ, մտածում ենք, ասում ենք դե 26 թիվը լավ, այսքան բան կորցնելուց հետո գոնե խաղաղություն կհաստատվի։ Բայց պարզ է, որ դա չի լինելու, այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը եւ Թուրքիան շարունակում են նույն կերպ ճշտամաբար տրամադրվել Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ
Նրանք ոչ իրենց իրավական փաստաթղթերն են վերանայել, ոչ իրենց անվտանգային դոկտրինները, ոչ ռազմական դոկտրինները, ոչ իրենց օրենսդրությունն են վերանայել, ոչ էլ իրենց մոտեցումներն են, այսինքն իրենք շարունակում են շնամաբար տրամադրվել Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ։ Իսկ տարեստարի Հայաստանը կորցնում է իր դիմադրողական կարողությունը, բանակը թուլացնում է, երկիրը չի կարողանում սեփական ուժերով պաշտպանել, դուրս է գալի բոլոր այն միջազգային ռազմաքաղաքական, տնտեսական կազմակերպություններ կամ թուլացնում է կապերը, որը որ պիտի երկրի պաշտպանունակությունը, անվտանգությունը, զարգացումը ապահովեր եւ լրիվ ներքին պառակտում է մտցնում հասարակության մեջ տարբեր ինստիտուտների դեմ գործողություն կատարելով պետական կառավարման համակարգստության տապալել է իր ֆունկցիոնալ գործունեությունը, այսինքն պետությունը աստիճանաբար վերանում է եւ այդ իրանք համարձակություն ունեն նաեւ բացեիբաց հայտարարելու այս տարվա ընթացքում տեղի ունեցավ քաղաքացիական պայմանագիր խմբավորման համաժողովը, որտեղ իրենք հայտարարեցին, որ 4-րդ հանրապետություն պիտի ստեղծեն։ Դա ինչ եմ ես հասնախ մեր պետությունը համարներ չունի, էլ, այսինքն մեր պետությունը անուն ունի, այդ պետության անվանումն է Հայաստանի Հանրապետություն։ Մեր պետությունը այդ անվանումը ստացել է 1990 թվականի օգոստոսի 23-ին անկախության հռչակագրով։ Դե գրած չի, որ սա 3.1 հանրապետությունն է կամ 3.2, դες բան չկա, կա անուն։ Հիմա իրանք համարակալել են մեր պետությանը, ասում են այս 3-րդ պետությունը պիտի վերանա, որպեսզի 4-րդը լինի։ Իսկ որպեսզի 4-րդ լինի, պիտի 3-րդը չլինի, չէ՞։ Իսկ 3-րդը որ չլինի, ով ասում որ 4-րդը պիտի լինի։ Օրինակ Արցախի հանրապետությունը, որ վերացավ, խո դրա տեղը 2-րդ հանրապետություն չձևավորվեց, ուղղակի վերացավ։ Հիմա նույն հեռանկարին այստեղ է սպասվում։ Ես սա կարող ասած այսպես մի քիչ հեգնանք կամ մի քիչ բան, բայց դա ցավոք սրտի ճշմարտություն է։ Հայաստանը մի երկիր է, որի ղեկավարը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է 24 թվականի օգոստոսի 30-ից սկսած, որ Հայաստանի տարածքի հիմիկվա տարածքի 60-ից 70%-ը Ադրբեջանի գործող սահմանադրությամբ պատկանում է Ադրբեջանին։ Դե Ադրբեջանին էլ առիթ է, չէ՞, պետք որ այն տարածքները, որոնք առնվազն ինքն է ասում, դրանց նկատմամբ իշխանություն հաստատի։ Հիմա դա են անում, այսինքն սկզբից մարտական դիրքեր են ամրապնդում, հետո իրավական հիմքեր են ապահովում, հետո Հայաստանից բենզին են վաճառում, պետք փողը ստանում են, ուղղում են իրենց ռազմական կարիքների համար, նախապատրաստում են այդ գործողությանը, դա էլ։ Պարոն Ղազարյան, իսկ միթե 2025 թվականին ոչ մի լավ բան տեղի չի ունեցել Հայաստանում, ոչ մի ձեռքբերում չի գրանցել այս իշխանությունը։ Եղել է, ոչ եղել, Վահագն Խաչատուրյանը գնացել է Թուրքմենստան։ Շատ կարևոր իրադարձություններ, գնացել է, մասնակցել է Եգիպտոսի ազգային մեծ թանգարանի բացման արարողությանը, եղել է, լավ բաներ էլ է եղել։ Որտեղ արտաքին գործերի նախարարությունը նաև հայտարարում է տարբեր երկրների հետ դիվանագիտական երկրների անունները կորնի, ես օրենք չեմ հիշում, մենակ Պակիստանն եմ հիշում, ընդ երկու թե բուրդուց եմ անգալի գտնում այդ երկրների քարտեզի վրա։ Ասենք Պակիստանի հետ էլ գիտեք, չէ, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրություն ստորագրել, բայց չի վավերացվել։ Ոչ Հայաստանը, ոչ է Պակիստանում, այսինքն սուտ են ասում Պակիստանի դիվանագիտական հարաբերություններ չի հաստատվել, ուղղակի ստորագրվել է արձանագրություն։ Իսկ արձանագրությունը որ ստորագրվում է, չի նշանակում որ հաստատվում է, դա պետք է վավերացվի, օրինակ 2009 թվականին Թուրքիայի հետ Հայաստանը ստորագրել էր դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրություններ, բայց նրանք չեն վավերացրել, ու տենց էլ հարաբերություններ չի հաստատվել։ Εμείς երկրները, չգիտեմ, կարող է անունները ուղղակի չենք հիշում, էլի թե չէ։ Իսկ ներքաղաքական կյանքում Ներքաղաքական կյանքում ըստ էության որևէ էական իրադարձություն որպես քաղաքական process չի եղել։ Մենք որ քաղաքացիական նախաձեռնությամբ առաջ բերեցինք մի շատ կարևոր օրակարգ, որը կարող էր փոխել եւ մեր հանրային կյանքը եւ քաղաքական կյանքը, դա իմպիչմենտի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացներ, որը ցավոք սրտի հաջողություն չունեցավ, այն պարզ պատճառով, որ նույնիսկ դրա նախաձեռնողները որևէ նշանակալի էական քայլեր չձեռնարկեցին այն կյանքի կոչելու, այն իրագործելու ուղղությամբ։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության ղեկին եւ կատարեց այն չարագործությունները, որը անոման մեր ժողովրդի հասցեին։ 3 ընտրություն ա եղել 25 թվականի ընթացքում, 3-ն էլ տեղական, 3-ն էլ արտահերթ, որը վկայում է ճգնաժամի մասին, ընդհանրապես արտահերթ ընտրությունները լինում են քաղաքական ճգնաժամերի հետևանքով։ Այսինքն օրինակ Գյումրում ստիպեցին, որ համայնքային իշխանությունները եւ համայնքի ղեկավար հետո ավականին լուծարվի
արտահերթ ընտրություն անեն։ Փարաքարում իրանցից նշանակած համայնքի ղեկավարի պաշտոնակը, որ քրեական պատմությունների մեջ էր, հեռացվեց, չկարողացան համայնքի ավագանին նոր համայնքի ղեկավար ընտրել։ Վաղարշապատում իրենց իսկ համայնքի ղեկավարը ամբողջ ընտանիքով մեղադիր գնաց է դրանց տուն հարս ընտանիքին սարքի մեղադրյալ։ Հիմա դրա հրաժարականից հետո ավագանին չընտրեցին, 3 արտահերթ ընտրություն, որոնցից 2-ի արդյունքներով ԿՊ-ն պարտվել է, հաղթած համայնքի ղեկավարներից մեկը գնդակահարվել է, մյուսը գտնվում է բանտում։ Եվ նաև սա նաև ոչ միայն քաղաքական, այլ նաև հանրային կյանքը փոթորկող իրադարձություն է, դա Ալաշուքյուր Փաշազադեի 2025 թվականի մայիսի 22-ի հայտարարությունից հետո, որտեղ նա հայտարարեց, որ հայաստանյաց առաքելական եկեղեցին դա վտանգ է ներկայացնում տարածաշրջանի անվտանգության համար, սկսվեց մի լայնածավալ արշավ հայ եկեղեցու դեմ, որի հետևանքով այսօր ապօրինի հանիրավի կալանավորված են հայաստանյաց եկեղեցու 4 եպիսկոպոսներ, նրանցից 3-ը արքության աստիճանով արքեպիսկոպոսներ, կալանավորված է եկեղեցու ամենամեծ բարերարը եւ ոտնձգություններ եկեղեցու տարբեր հոգեվորականների եկեղեցական ծեսի նկատմամբ մի աննկարագրելի եւ աններելի եւ իրավական եւ բարոյական տեսանկյունից արշավ հայ ժողովրդի համար մեծագույն արժեք եւ սրբություն ներկայացնող մի քանի դարերի կառույցի նկատմամբ։ Պարոն Ղազարյան, տեսեք, 2018 թվականին այս իշխանությունները դագաղներով եկան, այդ շրջանում, եթե չեմ սխալվում, Դավիթ Սանասարյանն էր, որ աջ ու ձախ, այսպես ասած, սրտիկներ էր բաժանում, հայտարարում էր, որ բոլորին սիրում է, Դավիթ Սանասարյանի վերջը տեսանք, պաշտոնանկություններ։ 7 տարի հետո Նիկոլ Փաշինյանն է սրտիկներ ուղարկում հայրենակիցներին, չգիտեմ, իր հետևորդներին, հայտարարում է, որ բոլորին սիրում է, ընդ որում տարբեր երկրներից այդ սրտիկներն ուղարկում, վերջինը Ռուսաստան կատարած այցից հետո էր, այս բազմաշերտ սերը Հայաստանին ու հայ ժողովրդին ուր է տանելու։ Բայց ով ասում, որ սրտիկների հասցեատերը Հայաստանն ու հայ ժողովուրդն են, չեք տենց մտածում։ Այո, ասացիք հայրենակիցը, դա հիշում եք, Եգիպտոսում էր կարծեմ են խաղաղության մի կոնֆերանսի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահը դիմեց Իլհամ Ալիևին, ասաց, որ ուր է քո հայրենակիցը, նկատի ուներ Նիկոլ Փաշինյանին, այո, ցույց տվեց, ասաց այն է։ Այսինքն ըստ Դոնալդ Թրամփի Նիկոլ Փաշինյանը ադրբեջանցի է, որովհետև ինքը Ադրբեջանի նախագահին դիմելով ասաց, որտեղ է քո հայրենակիցը։ Եվ ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի այդ սրտիկների միակ հասցեատերը դա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է։ Դուք ասում եք վերջինը Մոսկվայից, ոչ, վերջին ինքը Երևանից դեկտեմբերի 24-ին այդ սրտիկը ուղղ է։ Այդ օրը Իլհամ Ալիևի ծննդյան օրն էր։ Այսինքն ինքը հերրակա սրտիկներ է ուղարկում։ Իդեպ ասեմ, որ նրա սերը անպատասխան է, որովհետև մինչև հիմա Իլհամ Ալիևը չի նույն ձևով որևէ երաժշտության տակ, որևէ նույն դեմքի արտահայտության, որ իդեպ Ալիևին է կսազեր դեմքի այդ արտահայտությունը, նա Նիկոլ Փաշինյանի սրտիկ չի ուղարկել, չի, այսինքն դա դեռևս շարունակում է մնալ որպես միակողմանի սիրո դրսևորում, ոնց որ միակողմանի են Հայաստանի զիջումները Ադրբեջանին, ոնց որ միակողմանի են առևտրատնտեսական կապերը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ Նրանց հարաբերությունները միջայլոց սա Ալիևն էլ է հաստատել, որ իրանց հարաբերությունները միակողմանի են։ Այդ քիչ առաջ խոսում ենք Տաուշից գյուղերը հանձնելու մասին, երբ որ Իլհամ Ալիևին լրագրողը հարցրեց 25 թվականի հունվարին էր, թե ինչպես ստացվեց, որ դիալոգ ստեղծել Հայաստանի հետ այդ գյուղերը վերադարձնելու համար, նա ասաց ճիշտ ասած ոչ մի դիալոգ չի եղել, դա մոնոլոգ է եղել, մենք պահանջներ ենք ներկայացրել, իրանք մեր պահանջները կատարել են։ Այնպես որ այդ սրտիկը ունի մի հասցեատեր, առայժմ անպատասխան սիրո դրսևորումով, այնպես որ հայերի որևէ մեկը թոտա իրեն չվերագրի։ Հայ ժողովրդի Նիկոլ Փաշինյանից հասնում է միայն կորուստներ, վիշտ եւ տառապանք։ Պարոն Ղազարյան, իսկ այս պարագայում իրոք թվում է թե մեր իշխանությունները անլուրջ քաղաքականություն են վարում։ Ինչպես մենք կարող ենք այս պարագայում լուրջ քաղաքական վերլուծություններ կատարել այն դեպքում, երբ աշխարհում սրընթաց արագությամբ իրավիճակ է փոխվում եւ զարգացումներ են տեղի ունենում։ Այդ բոլոր զարգացումները ի վնաս Հայաստանի են,
եւ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն էլ այնպեսին է, որ նրանք միշտ սրում են այն մարտահրավերները, վտանգները, որոնք աշխարհաքաղաքական փոփոխություններով պայմանավորված տեղի են ունենում։ Այսինքն այն ժամանակ, երբ որ Միացյալ Նահանգների եւ Իրանի լարվածությունը հասնում է այն գագաթնակետին, որ Միացյալ Նահանգները ինքն է ռմբակոծում Իրանի միջուկային օբյեկտները, ասենք մինչև այդ 25 թվականի ողբերգությունը, ցանկացած պատերազմա ողբերգություն, այդ իրավիճակը Սիրիայում կամ Իսրայելի եւ Իրանի պատերազմը, դա այլ բանա աջակցել երրորդ երկրին, որ նա պատերազմի, այլ բանա ուղիղ հարված է։ Եվ այս ուղիղ հարված հասցնելու նույն տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ստորագրում է փաստաթուղթ, որով Հայաստանի եւ Իրանի ցամաքային սահմանում տեղակայվեն Միացյալ Նահանգների զինված ուժեր, որովհետեւ նրանք պետք է ապահովեն այդ Ադրբեջանը Թուրքիային կապող եւ Նախիջևանին, այնուհետեւ Թուրքիային կապող ադրբեջանական ճանապարհի անվտանգությունը։ Իսկ անվտանգությունը ապահովում են ռազմական ստորաբար։ Դրա անունը, որ դնում են ինչ-որ մասնավոր պահնորդական, ասենք դա սովորական պահնորդություն չի։ Դա զինված ստորաբաժանումներ են Միացյալ Նահանգների պրակտիկայում կան, երբ որ պետությունը միակ պատվիրատուն է այդ կազմակերպությունների եւ նրանք մարտական զենքերով իրականացնում են ծառայություն։ Եվ հիմա փաստորեն նրանք Ամերիկա-Իրանյան լարվածության ամենամեծ կետի վրա, երբ որ գործողությունները վերածվել են ռազմական բախման, նրանք Հայաստանի տարածքում Իրանի հետ սահմանին որոշում են կայացնում տեղակայեն Միացյալ Նահանգների զորքեր։ Ամենամեծ շրջանում, երբ որ ասենք խորացել է լարվածությունը Ռուսաստանի եւ Արևմտյան, հատկապես Եվրոմիության երկրների հետ, դժվարացել է Ռուսաստանի համար իր նավթահոնքային ռեսուրսների վաճառքը, նրանք պայմաններ են ստեղծում այդ մեղրին Ադրբեջանին հանձնելով, որ պրո-թուրքական պետությունները, մասնավորապես Ղազախստանը եւ այլը կարողանան Ռուսաստանը շրջանցելու աշխարհագրական հնարավորություններ են ստեղծում, կարողանան Եվրոպային մատակարարել վառելիքային էներգետիկ ռեսուրսներ մեկուսացման մեջ պահելով Ռուսաստանին։ Երբ որ Ադրբեջանը զինվում է նոր սպառազինություններ ձեռք բերում, ռազմական շքերթներով ցուցադրում է իր կարողությունները, Հայաստանը սառեցնում է իր հարաբերությունները միակ ռազմաքաղաքական կազմակերպությանը, որտեղ ինքը անդամակցում է։ Դրան զուգահեռ կրճատում է զինվորական ծառայության ժամկետը, այսինքն նաև բանակի թվաքանակը, կրճատում է ռազմական ծախսերը, այսինքն ամեն առումով մեզ դարձնում են խոցելի։ Իսկ թշնամական պետությունները, մասնավորապես Թուրքիան եւ Ադրբեջանը, նրանց դաշնակից Պակիստանը, որոնք այդ զինված շքերթի մասնակիցներն են, հենց այդ հնարավորությանն են սպասում վերջնականապես ոչնչացնելու մեր պետականությունը։ Պարոն Ղազարյան, 2026 թվականը ընտրական տարի է, խորհրդարանական եւ թիմ ընտրությունների առումով, ինչ հնարավոր սցենարներ եք դուք տեսնում, այս պարագայում օրինակ ընդդիմությունը պետք է միավորվի, թե ոչ, պետք է միավորվի նախքան ընտրությունները, թե ընտրություններից հետո եւ ամենակարևոր հարցը, ինչ պետք է անենք, որպեսզի այն քաղաքացիները, ովքեր մտադրություն չունեն մասնակցել ընտրություններին, գնան եւ մասնակցեն ընտրություններին, կատարեն իրենց քվեարկությունը, որտեղ ակնհայտ է, որ այդ մարդիկ հաստատ այն մարդիկ են, ովքեր հիասթափված են Նիկոլ Փաշինյանից եւ միանշանակ նրան ընտրազանգվածը չեն։ Ձեր ասածը վերաբերել է այն դեպքերի, երբ որ երկիրը ժողովրդավարական է, հասարակությունը ժողովրդավարական հասարակություն է, եւ ընտրությունները առիթ են, որպեսզի մարդիկ իրենց կամքը արտահայտեն, իրենց տեսակետը արտահայտեն, իրենց ընտրությունը կատարեն եւ դրանով ձևավորվի իշխանություն։ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում դա բացառվում է։ Իսկ եթե միջոցառման անվանումը ընտրությունը, դա չի նշանակում, որ իր էության մեջ դա նույնպես ընտրություն է։ Հիմա Ադրբեջանում էլ են, չէ՞, ընտրություններ անցկացում։ Հիմա ինչ անի Ադրբեջանի ընդդիմությունը, միավորվի, թե առանձին մասնակցի, թե մեկը այնտեղ ինչ էլ անեն, բռնապետական երկիր է, չէ՞։ Իլհամ Ալիևը նորից դառնալու է նախագահ, Յենի Ադրբեջան կուսակցությունը, բոլոր մանդատները պարլամենտում կարող է մի հոգի, ասենք թանգարանային մի հատ նմուշ լինի ոչ Յենի Ադրբեջան կուսակցությունից մեծամասնականով ընտրված մի հատ գործարար։
Բայց ხო չի նշանակում, որ այն ինչ որ տեղի ունեցավ, դա Ադրբեջանում, բայց անվանումը տենց է, չէ՞, Ադրբեջանում տեղի ունեցավ, օրինակ 24 թվականներ կարծեմ, տեղի ունեցավ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություն։ Հետո նույնն էլ ստեղ ալեր, այսինքն եթե իշխան երկիրը բռնապետության ճիրաններում է, ասենք մեր հարցազրույցի տեսագրման օրը կառավարությունը որոշում էր կայացրել փակել շողակաթ հեռուստաընկերությունը, որը նույնիսկ քաղաքական կոնտենտ չուներ, չէ՞, հոգևոր մշակութային հեռուստաալիք, որը հեռարձակում էր միայն մշակութային հաղորդումներ եւ անդրադառնում հոգևոր կյանքին, լուսաբանում հայաստանյան առաքելական եկեղեցու գործը։ Դրանից առաջ Հայաստանում փակվել է Երկիր մեդիա հեռուստաընկերությունը, որը այդ ավանդ տասնամյակների լուրջ ավանդույթներ ունեցող եթերազրկվել է։ Հայկական երկրորդ հեռուստաալիքը, նրա սեփականատիրոջ նկատմամբ իրավական ապօրինի գործողություններ, հետապնդումներ, լրատվամիջոցների հիմա ազգային ժողով որ լրագրողը անհատ ավերծրած, եթե նրա բարձրացրած հարցադրումները որ տալիս է, ասենք Ալեն Սիմոնյանին կամ Հայկ Կոնջորյանի ականջին դες մի քիչ չեն շոյում, այդ լրագրողը լրատվամիջոցը հավատարմագրումից զրկվում է, իրան չեն հավատարմագրում, սահմանափակված լրագրողները մենակ օթյակից պիտի հետևեն, անվտանգության աշխատողները մարդկանց դահլիճներից դուրս են անում, այդ թվում լրագրողներին ազգային ժողովի շենք, սովորական կարծիք արտահայտած Սամվել Կարապետյանը, ասեք սովորական մարդը, որ եկեղեցու բարերարն ասում է, ես պատրաստ եմ եկեղեցուն ցուցաբերեմ աջակցություն իմ ձևով, կյանքում էլ իր ցույց, եթե նա ռեցիդիվիստ էր, բանդիտ էր, ինչ-որ հանցավորված ու դասս իր ձևը բանն է, էլի մարդը ասում է, իր մինչև հիմիկվա դրսևորած ձևը եղել է բարեգործությունը, եղել է ազգասիրությունը, եղել է շենացնելը, այդ է իր ձևը, օրինակ իմ ընկալումներում իր գործունեության ձևը դա մի նոր բարիք ստեղծելն է, կլինի բիզնեսում, սոցիալական ոլորտում, մասնավոր ոլորտում։ Այդ մարդը հիմա ապօրինի կալասիկ նա մի հատ կարծիք այդ ինչա թե տարբերում է Նիկոլ Փաշինյանի, որում իր ձերբակալությանը նախորդող Նիկոլ Փաշինյանի գրառումն է, չէ։ Հիմա դու կտենաս թե մեր ձևը որն է պետության համը կտենաս, հեսա կեթաս, պատվալներ, բան։ Իսկ ակնհայտ է, որ նա ցույց է տալի, որ իրավապահ մարմինները օրենքի շրջանակներում չեն գործում, անկախ չի քննչական կոմիտեն, դատախազությունը, նրանք բոլոր հիմա այս պայմաններում, երբ որ մարդիկ սրբազանները, որոնք կալանքի են, ովքեր են, նրանք ովքեր հանրային խոսք էին հնչեցնում, չէ։ Այդ մեր մի քանի տասնյակ սրբազաններից են, չի հենց կալանավորվեցին Միքայել Սրբազանը, Բագրատ Սրբազանը եւ Արշակ Սրբազանը, որտեղ նրանք էին գալի տաղավարներ, հարցազրույցներ տալի, բարձրաձայնում հանրային խնդիրների մասին։ Բոլորն են կալանավորվել են։ Ապօրին ասենք, ոչինչ չեն արել այդ մարդիկ։ Հիմա այդ պայմաններում ինչ ընտրություն։ Ուզում ես միավորի, ուզում ես միմիա, ինչ ուզում ես արա, բռնապետություն է։ Հիմա կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ով է ղեկավարում Նիկոլ Փաշինյանի օգնականը, դատախազը Նիկոլ Փաշինյանի օգնականը։ Նրա գործողությունները պիտի բողոքարկես սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանում այդ ինչ որ տեղի ունեցել բոլորը գիտեն, ես չեմ կարող ասեմ, որովհետև դատարանի որոշմամբ սահմանափակում ունեմ։ Իրանց ես պիտի մենակ գովեմ։ Որովհետև եթե ես անկարծ իրանց չեմ գովում, ես էլ եմ մեղադրյալ իմ հրապարակային խոսքի քննադատական։ Իսկ եթե խոսք կարծիք արտահայտող մարդու խոսքը դատարանով սահմանափակվում է, իրանք ձերբակալվում են, իմն իմի երկու։ Ինչի համար են այդ մարդիկ բանտերում։ Հիմա եթե այդ պայմաններում դու կարծիք չես կարող հայտնես, լրատվամիջոց ունենաս կփակեն, կուսակցություն ուզենաս ստեղծես չեն գրանցի, եթե գրանցել են կենտրոնական ընտրական հանրաժողով գրանցումը չեղյարկա հայտարարի ու այն միջազգային կազմակերպություններն էլ ովքեր որ պիտի դա վերահսկեն, դատապարտեն, թույլ չտան, Եվրոպայի խորհուրդ, Եվրոպական միություն փող են տալի։ Ասում են մենք ձեզ փող դիտանք, որ այն ինչ որ դուք անում եք հանգարց փողի պակաս չունենաք։ Հանկարծ այնպես չլինի, որ դա չանեք, ինչա թե ձեր փողը քիչ էր։ Բայց Նիկոլ Փաշինյանը այդ գումարը վերցնում է, հետո մեկնում է Սանկտ Պետերբուրգ, ապա գագաթնաժողովին։ Միթե սա բազմավեկտոր քաղաքականության ցուցիչ չէ։ Բազմավեկտորը դա քաղաքականությունը, ավանտյուրային ինչ բազմավեկտոր։ Նա ավանտյուրիստ է, նա խո քաղաքական գործիչ չի, որ ասես նա վարում է այդ քաղաքականությունը։ Իսկ մարդիկ այնտեղ ոչ մեկն էլ հիմար չեն։ Հիմա տեսեք, արդեն խոսում են այդ
Արման Բաբաջանյան կա, չէ, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի նախարարն է ինքը, էլ, այսինքն ինքը սկզբից ինչ-որ մի բան ասում է, հետո արտգործ նախարարություն։ Այս տարվա սկզբին հիշում եք, տարվա սկզբին ինքը ասաց, որ հայ-ամերիկյան համաձայնագիր պիտի ստորագրվի։ Արարատ Միրզոյան տեղյակ չէր։ Արարատ Միրզոյանն իր տարեկան մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարց տվեց, ասում է նման համաձայնագիր ստորագրել է թե չէ, չպատասխանեց այդ հարցին, այսինքն ասաց, որ չէ, էլի 4 օր հետո գնաց ստորագրեց, բայց Արման Բաբաջյանը Վաշինգտոնից ասել էր, հեսա ստորագրվելու է։ Փաստորեն չի լսում Արման Բաբաջյանի հայտարարությունները։ Արարատ Միրզոյան Բաբաջյանին չի լսում, ոչ չի լսում, անում է։ Բաբաջյանը ինչ ասում է, անում է։ Ուղղակի Բաբաջյանը սկզբից հայտարարություն անում, հետո Արարատ Միրզոյանն ասում է արդեն հայտարարություն արել եմ, ուրեմն էս է կանելու։ Հիմա նույնը բանը, չէ, ասում է բանն է գալու հեսա։ ԱՄՆ փոխնախագահը գալու է Հայաստան, արդեն իր անվտանգության աշխատողները արդեն աշխատում են այստեղ։ Արտգործ նախարարությունը հարցում են անում, տեղյակ չեն, ասում է պետական պաշտոնական այցելությունների ժամանակ, երբ որ դրանք լինում են, մենք պատշաճ տեղեկություն ենք տալի, մնում է այցից հետո տեղեկություն տային, էլի։ Բայց այցից առաջ Բաբաջյանն արդեն ասել է։ Հիմա ասեք այդ Վենսախո Հայաստան տուրիստ չի գալի, չէ՞։ Ինքը գալիս է իրանց քաղաքականությունը պետության իրենց համար գերակա քաղաքականություն անելու միջոցով։ Իսկ եթե հիմա այս իրավիճակում դու գնում ես այդ քայլին, դա պետական քաղաքականություն չի։ Դա արկածախնդրություն է։ Իսկ արկածախնդրությունը միշտ ունենում է ողբերգական հետևանքներ։ Տես մի հատ ողբերգություն, հեսա մի քանի տարի է Ուկրաինան վայելում է։ Շակերտավոր էլի։ Մենք էլ ենք իհարկե մեր հիմիկվա վիճակն է 44-րդ պատերազմն էր նման արկածախնդրության հետևանք։ Պարոն Ղազարյան, դուք մի առիթով նշել եք, որ լիահույս եք, թե 2026 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետի ազգանունը փոխվելու է, բայց հաշվի առնելով երկրում ձևավորված քաղաքական մթնոլորտն ու ռեպրեսիաները, ինչու ոչ Էջմիածնում եւ Գյումրիում Փաշինյանի եւ նրա թիմի հաղթանակները, ինչ է կարծում այդ ազգանվան փոփոխությունը իրական է լինելու, թե պարզապես Նիկոլ Փաշինյանն է իր ազգանունը փոխելու վերընտրվելու համար եւ օրինակ ինչ ազգանունն է կարող է վերցնել։ Դե երկու տարբերակ, եթե ինքը փոխի, երկու տարբերակ կունենա, կամ Ալիև կամ Փաշազադե, կամ Փաշաև, Փաշաևը Մեհրիբանի ազգանունն է, Ալիևը դե Ալիևի, Փաշազադեն էլ իրանց հոգևոր առաջնորդի։ Այդ երեքի մեջ պիտի ընտրել, դե Փաշազադեն ու Փաշաևը մոդել է Փաշինյանին, նույն արմատ ունի, նույն ծագում ունի, կարող է դրանցից մեկը։ Այդ իրանք էլ պիտի համաձայնություն տան, ասենք ընդհանրապես, երբ որ զույգերը գնում են ամուսնության, կամովին է, որ ամուսիններից մեկը վերցնում է մյուսի ազգանունը, այսինքն Մեհրիբանը մինչև համաձայնություն չտա, ինքը դժվար կարեն այդ ազգանունը վերցնի։ Բայց իմ ակնկալիքը ոչ թե ինը, որ ինքը մնա Հայաստանի վարչապետ փոխի իր ազգանունը ադրբեջանական ավելի հնչեղ ազգանվան, այլ որ ինքը փոխվի վարչապետի պաշտոնից, իսկ իմ պատկերացրած մեխանիզմը դա ոչ թե ընտրությունն է, այլ մինչև վերջին պահը նրան անվստահություն հայտնել ազգային ժողովի միջոցով։ Դա ցանկացած պահի կարող լինի, այսօր է կարող լինի, եթե ազգային ժողովի պատգամավորները իրենց մեջ ուժ գտնեն, գոնե բարձր աշխատավարձները եւ դեկտեմբեր ամսվա յուրաքանչյուրին մոտարապես 3 միլիոն դրամի պարգևավճարները ստանալուց հետո իրենք գիտակցեն, որ այդ փողը իրանք ստանում են որպես ազգային ժողովի պատգամավոր։ Իսկ թե ինչի համար են նրանք ազգային ժողովի պատգամավոր, դա գրած է ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում եւ սահմանադրության մեջ։ Դա պարտականությունների կատարումն է։ Իսկ ազգային ժողովը պարտավոր է անվստահություն հայտնել այն վարչապետին, որը կառավարության գործունեության ծրագիրը չի իրագործում։ Եվ վերջում, պարոն Ղազարյան, հատկապես ամանորյա այս օրերին մեծ թե փոքր ուզում ենք հավատալ հրաշքներին եւ հեքիաթներին։ Ձեր դիտարկմամբ մերօրյա Հայաստանի ու հայ ժողովրդի կյանքն ու ստեղծված իրավիճակը որ հեքիաթին կարելի է նմանեցնել եւ դրա ավարտը ինչպիսին է լինելու։ Ճիշտ ասած, պետական պաշտոնյաների մեջ մի հոգի կա, որ ամեն անգամ նրան տեսնալուց ես Բաբա Յագայի հեքիաթն եմ հիշում։ Եվ ավարտը դե Բաբա Յագան ուտում էր երեխաներին։ Այսինքն մեր հեքիաթում այս պահին դեռ մեր հեքիաթում առայժմ միայն ողբերգություն ու կորուստներ են։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։
Այսօր իմ հյուրը Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանն էր։ Fast-Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբվենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ նոր հանդիպում։